Մերոնք կետը եմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Մի անգամից ասեմ, այս աստիճան ցածրակարգ խոսույթ բոլոր կողմերից, հատկապես իշխող կուսակցության կողմից որևէ քարոզարշավում Հայաստանում չի եղել։ Ես սա ցավով եմ արձանագրում։ Եվ բնականաբար կխոսենք, քանի որ մեր առօրյայի անբաժանելի մասն է դարձել քարոզարշավի մասին, մանկապղծության մասին, որ տեղի է ունեցել, ռուսական հիստերիայի մասին եւ այսպես շարունակ։ Սկսենք մանկապղծությունից։ Հասարակության հիվանդ խավ կամ չքավոր խավ գոյություն ունի։ Չքավոր են, քանզի իրենց հնարավորությունները, ունակությունները քիչ են, պակաս են, նախ ուղեղայինը։ Եվ այստեղ է, որ հայտնվում են բարեգործներ եւ սկսում են բարեգործություն կոչված անվան տակ շատ հաճախ պղծել այդ ընտանիքները։ Այս վերջին մանկապղծության դեպքը հենց այդ տեսակից է։ Ըստ այդմ պետությունը մեծ ուշադրություն պիտի դարձնի նման ընտանիքներին, ովքեր, այսպես ասած, ուղեղային խնդիրներ ունեն, ովքեր ում չես կարող արգելել երեխա ունենալը, բայց պետք է հավուր պատշաճի ուշադրություն դարձվի, առավելագույն ուշադրություն։ Այստեղ է, որ պետությունը իրեն համահունչ չի պահում։ Ավելին, ես ուզում եմ ոչ անհայտ Աղվան Հովսեփյանի պատմությունը ձեզ պատմել։ Մի կին իր 14 տարեկան աղջկան մարմնավաճառության էր դրդել։ Փող էր աշխատում, աղջկան քնացնում էր 14 տարեկան սրա նրա հետ եւ իր գլուխը պահում։ Դեպքը բացահայտվում է, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը հանդիպում է Աղվան Հովսեփյանի հետ եւ իր ուրեմն անհանգստությունը հայտնում, որ մարդիկ այնքան վատ են ապրում, որ ոչ ավել, ոչ պակաս, այդ մայրը իր աղջկան մարմնավաճառության է դրդել։ Եվ հետո Ջոն Էվանսը իր զեկուցում է պետդեպ, ասելով բառացի հետևյալը, հիմա ներողություն եմ խնդրում, բայց այնինչ ես լսել եմ, այնինչ փաստ է ուզում եմ բարձրաձայնել։ Ջոն Էվանսը ասում է, որ իմ այդ անհանգստությանը Աղվան Հովսեփյանը ժպտալով պատասխանեց, թե Էվանս ջան, բոզի շարից հեռու մնա։ Ահա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պատասխանը Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին այդ ահասարսուր դեպքի առիթով։ Հիմի այսօրվա դատախազների պահվածքը շատ բանով չի տարբերվում Աղվան Հովսեփյանի պահվածքից։ Մի քանի ամիս առաջ արդեն այդ մասին խոսել են, որ ինչ որ լակոտ լուկուտներ, ինչ որ ապրանքներ եկել են բարեգործության անվան տակ, փող են տվել 10 մի ապուշ խոսում է, ասում է ես ամիսը քիչ եմ, ես բանեմ, առաքիչ եմ, մի 15,000-ի կոնֆետ էի տանում, դու ով ես որ կոնֆետ տանես, ուր էր պետությունդ։ Ավելին, երբ աղմուկը բարձրացել է, դատախազները եւ ոստիկանապետը մարզի իրեն ապուշի տեղ դրած մեղմ բարիս համար կներեք, ամենահետին հայոյանքներին արժանի մարդիկ եք դուք, այդ ովքեր եք պատասխանատուները, որևէ բան չեն ձեռնարկել։ Ինչն է դրդում դրանց։ Կարող ենք գուշակել։ Կարող ենք նաև ասել, որ Աղվան Հովսեփյանական անմարդկայնությունը, ովքեր թքած ունեն մարդկանց ճակատագրերի վրա, գոնե այն երեխի, ում տարել էին, ինչ որ անլվա մարդկանց ծոցը գցել։ Այս բացը ունի մեր իրավական համակարգը, այս ամենաթողության արդյունքում շարունակում են բարերարի անվան տակ հանդես եկող մանկապիղծները ապրել։ Մի մանկապղծության դեպք էլ կար, Սերոբ Սերոբյան։ Դաժան բան պիտի ասեմ, այն որ տղաների էր սիրում, տղա երեխեքի, երբ աղմուկը բարձրացավ, այդ շատ տղա երեխեքի ծնողներ
ափսոսանք էին հայտնում, որ իրենց փողը կտրվեց։ Այստեղ ամեն ինչ բրծնում է։ Պետությունը իր ողջ ուժով պիտի շատ ավելի ուշադիր լինի նմանատիպ մարդկանց, նմանատիպ ընտանիքների, նմանատիպ բարերարների նկատմամբ։ Դրա համար այն որ ասում է ապշած նայում ենք ինչ է կատարվում եւ ինչքան պիտի սա նմանատիպ երևույթները տեղ ունենան մեր հասարակությունում։ Այնպես չի որ միայն մեզանից է սկսվել։ Ամբողջ աշխարհում կա նման երևույթներ։ Մենք ընտրյալը չենք, ոչ էլ այն որ ասում է միամիտ եկավ կպավ։ Այսօր չի դա սկսվել, բայց պատկան մարմինները այդ ուղղությամբ պիտի հատկապես աշխատանք տանեն, ինչը տեղի չի ունեցել։ Վերջում, երբ աղմուկ եղավ, ինչ որ դատախազ հրաժարական տվեց, հո դուք ապուշ չեք, պատկերացրեք, մեկն էլ ձեր երեխուն կարող է պղծել։ Կարող եք դուք այդ երեխաներին ունենայիք սատկած լինեիք, մի ուրիշ անասուն գար, փորձեր բարերարություն անել եւ պղծեր ձեր ողջ տունը։ Յուրաքանչյուրի հետ կարող է պատահել։ Էլ չեմ ասում, որ դրանց մի մասը պարզապես հիվանդ մարդիկ են։ Բնական արատ ունեն։ Այդ տեսակի մարդիկ պիտի պետության պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինեն։ Բայց ոչ թե որ զզվացնենք մարդիկ չապրեն, հիմա էլ ծայրահեղ չլինի, այլ իրականում շատ ուշադիր լինեն սոցիալական ծառայողներով, այնով, որ այդ մարդիկ չընկնեն բարերարների ձեռքը։ Այդ բարերարը պիտի պետությունը լինի։ Այստեղ մեծ բաց կա եւ այդ մեծ բացը մեզ բերեց հերթական անգամ ցնցեց։ Վայ աման, չէ, վայ ամանի մեղավորը մենք ենք։ Մենք, մեր իշխանությունները, այն մարդիկ, ովքեր պարտավոր են մտածել եւ ոչ թե փողոցներում ճղճղալ։ Հիմա գանք հաջորդին, երեք տաքսի եմ նստել։ Դե, այսպես ասած, տելևիզորի տղեն, հա, որ երբ խոսում ես, մարդիկ ճանաչում են, այս տաքսիստը վարորդը սկսեց բացվել։ Պարզվեց, որ մի 3 ամիս առաջ է եկել Ռուսաստանից։ Ասաց, որ այնտեղ մի հարուստ, մեծահարուստ հայի վարորդ է աշխատում, 12 տարի է ես այնտեղ եմ ապրում եւ ինձ այլևս թույլ չեն տալիս մեքենա այնտեղ վարել։ Ասում է ինձ ռուս գայիշնիկը, այսպես ասենք, կանգնացրեց, ասեց դու այս վարորդական վկայականով իրավունք չունես Ռուսաստանում մեքենա բարել։ Ասում ասացի, բայց քանի տարի է այստեղ եմ, ասում է ինքն էլ ասաց, այո, դու քանի տարի ես այստեղ, 12, քեզ որևէ մեկը կանգնացրել է, չէ, դե հիմա գնա Հայաստան ու քու Նիկոլ Փաշինյանից պահանջի։ Ռուսական իշխանությունները ձևերի մեջ խտրականություն չեն դնում, ամենանենք ու ամենաստոր ձևով։ Դրա համար է Պուտինը թութքից տառապողի պես հետույքը պատառոտում, թե Ռուսաստանում շատ ավելի հայ կա, քան Հայաստանում։ Հիմի այսպես նեղեն են, ինչ որ խավ կա, որ գան այստեղ եւ ասենք կալուգայի սամո ընտրեն, կամ չգիտեմ, ինչ որ մի ուրիշ մամո ընտրեն։ Եվ այս տղան ասի տղաս, բայց դու պատկերացնում ես ինչ իրավիճակ է։ Այդ ինչքան ռուսներին ձեռք չի տալիս մեր ինքնուրույն շարժվելու ցանկությունը, որ ձեզ այնտեղից 12 տարի, 20 տարի մեքենա ես գշել, որովհետև մեկ քեզ չի ասել իրավունք չունես, հիմա ասում են գնա Նիկոլ Փաշինյանից պահանջի։ Եվ եթե դու եկել ես, որ քու պահանջի արդյունքում ընտրես, չգիտեմ, Սամո Կալուգացուն, ուրեմն դու եկել ես հերթական անգամ դավաճանելու քու պետությունն ու քու ժողովրդին։ Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանին ընտրեք, բայց Կալուգացիներ ընտրել չի կարելի։ Ուղղակի չի կարելի։ Չի կարելի Ծառուկյաններ ընտրել, չի կարելի, եւ այլ ռուսները ամեն ինչ անում են, որպեսզի մենք շարունակենք ոչ արժանապատիվ կեցվածքով ապրենք։ Ես չեմ ասում թշնամի ենք։ Ռուսները մեր հետ վարվեցին այդպես, քանզի Քոչարյան Ռոբերտը, Սերժիկ Սարգսյանը, Դաշնակ Պարագլուխները, դրանք մարդկային թերմացքներ են, սա վիրավորելու համար չեմ ասում։ Սրանք իշխանության համար թերմացք դարձած արարածներ են մեր
ուժերը, մեր հնարավորությունները մցրեցին ռուսների ամենա հայտնի անմաքուր տեղերը, որպիսի իրենք շարունակեն իշխել Հայաստանում։ Եվ եթե այսօր մեր երկրում կան մարդիկ, ովքեր ասում են, Քոչարյանի ժամանակ մեջքներս ուղիղ էինք ապրում, հավատացեք, առանց վիրավորանքի դրանք մարդ չեն, դրանք մարդկային թերմացք են։ Ինչու՞։ Բոլորը լավ գիտեն։ Էլի ասեմ, Արցախը բանակցող կողմից Քոչարյան Ռոբերտի պես տահակը դարձրեց ոչ մի բան, Հայաստանին դարձրեց բանակցող կողմ, գործոն, կռվի գործոն եւ վերջացրեց Արցախի ինքնորոշման կռիվը։ Արցախը զինելու փոխարեն իր զավակների որովայնը լցրեց բոլորը դոլարով, մի քանի 100 միլիոն դոլար ունեցող տղերք են։ Եվ դուք ասում եք Քոչարյանի ժամանակ մեջքներս ուղիղ էինք ապրում, դուք մարդկային թերմացք եք։ Ով որ կգնա ընտրելու Քոչարյան Ռոբերտին, հավատացեք ինձ, դուք կամք չունեք, դուք ուղեղ չունեք, կամ էլ ծախված եք այլ երկրին, ծախված եք փողին, ծախված եք հնարավորությանը, մեր բոլոր դժբախտությունները Նիկոլ Փաշինյանն էլ մեզ նվեր եկել է Քոչարյան Ռոբերտների, Սերժիկների, Դաշնակների, ծախու, այսպես ասած, օլիգարխների փողաշխատող տղերքի պահվածքից եւ մեր լռությունից նաեւ։ Բայց ժողովրդի ձեռքը քիչ բան կար, ավելի շատը նրանց ձեռքն էր։ Հիմի ինչ որ մարդիկ Քոչարյան են գովում, չգիտեմ, Ծառուկյան են գովում եւ այլն, դա ուղղակի ցավ պիտի ապրես կամ ցավ եմ ապրում, այս ինչ ունենք մենք, այս որտեղից։ Հիմա գանք Նիկոլ Փաշինյանի ճղճղոցին կամ ոչ ադեկվատ պահվածքին։ Նաև այն մարդկանց, ովքեր ինձ ասում են, դու ազգընտիր, վարչապետին, ինչպես ես ասում անմեղսունակ։ Այո, շատ հաճախ Նիկոլ Փաշինյանի պահվածքը անմեղսունակ է։ Ինչու եմ ասում, որովհետև այդ Քոչարյաններից, Սերժերից, Ծառուկյաններից բանից պահանջելու բան ժողովուրդը չունի։ Նիկոլ Փաշինյանից ունի։ Եվ ինքն էլ պարտավոր է իրեն պահել համարժեք։ Եվ ոչ երբեք խռոված, հիստերիկ, տգետ, ճղճղացող ինչ-որ մեկի պես։ Այստեղ է խնդիրների խնդիրը, բա ումից պիտի պահանջենք, ով պիտի պատասխան տա։ Եվ երբ քննադատում ես մի ոհմակ, դուք բոլորդ ոհմակ եք, ովքեր փորձում եք պաշտպանել այն, ինչը պաշտպանելու կարիք չունի, ընդհակառակը։ Բա, երբ ես ասում եմ Նիկոլ Փաշինյան, որ երկիրն ես պաշտպանում, որի լեզուն փողոցում պղծված է, ինչ որ ավանակի զավակներ ինձ ասում են զզվացրեցիր։ Զզված եք, գնացեք ապրեք Թուրքիայում, գնացեք ապրեք Ռուսաստաններում։ Ես իմ երկրի լեզուն սիրում եմ։ Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանը աչք չփակի տգիտության վրա, եթե աչք է փակում ինքն էլ է տգետ։ Ինձ համար միևնույնն է, դրանոնը Նիկոլ Փաշինյան է, թե չգիտեմ, Հավինյան Տիգրան է, ես տկած ունեմ։ Այսօր պիտի օշական գնա Նիկոլ Փաշինյանը, գնա ինչ անի։ Վստահ եմ կգնա երևի Մեսրոպ Մաշտոցի ոտն էլ կպաչի, բայց Մաշտոցի լեզուն փողոցում պղծում է, բայց չասեմ։ Ինչը ձեզ դուր չի գալիս, ուզում եմ հասկանալ, որոշ ապրանքների ինչը դուր չի գալիս եւ ինչու դուր չի գալիս։ Երեք Նիկոլ Փաշինյանին մի տղա է մոտեցել, ասում է, որ ձեզ ձերբակալում էին, բռնում էին, հարձակվում էին, ես պաշտպանեցի, իմ ձեռքն էլ կոտրվեց։ Հիմա եկել եմ ու բողոքում եմ, ասեմ, այսքան 1000 զոհ եք տվել։ Նիկոլ Փաշինյանը այնքան ինքնասիրահարված պահվածք է երբեմն դրսևորում, այն մարդը, ով իր համար մարտնչել է ու ձեռքն էլ կոտրել, այն որ ասում է ավելի մեղմ արտահայտվելու փոխարեն,
մի այնպես այն որ ասում է կնոպկեն սխմեցին տեղից վեր թռավ ինչ 5000 չի բան լավ 5000 չի այդպես խոսում ես այն մարդու հետ ով հանուն քեզ ոտքի է կանգնել իմաստ ունի այդ խոսույթը այդ ուր ես գնում վերցրեք երբեմն Նիկոլ Փաշինյանի ձեռքից այդ անտեր խոսափողը մի թույլ տվեք որ իրեն այդպես պահի եւ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մեկ էլ կտեսնես չգիտեմ մեկը Գյումրի է 16 26 ծեղծեղալով չգիտեմ անկապ ախր դա հակա գովազդ է բա դուք ուղեղ չունեք ինչքան պիտի այս թերմացքը այս ցածր խոսույթը այս որակա զրկված քարոզ արշավը հա նրանք տանում են բա Նիկոլ Փաշինյան այդ որ ասում ես Ծառուկյան Գագիկ լեզուտ երկարել է լակոտիտ ուկտարել Բելարուսից այդ լակոտը խի գնաց Բելարուս ձեր իսկ խոսքով այդ ոնց եղավ մեռած էիք ձեր դատախազը ցիստիտեր ընկած դուք հիվանդ էիք հարբած էիք ԱԱՑ-ն ինչ ԱԱՑ-ը էր անում ինչով էիք զբաղված եթե հիմի հիշել եք որ Ծառուկյան Գագոյի տղան չգիտեմ հանցանք է գործել ինչպես ասում եք եւ այլն ոնց է հնարավոր բոլոր հանցագործները թռան Մոսկվա բոլոր հանցագործները ում որ դուք պիտի բռնեիք նրանք հանգիստ վեր կացան ու գնացին Պապոնստուն չի որ քայլեն գնան պետություն է սահման է այդ չեք արել հիմի այդ ինչ մի հիշեցիք հենց որ հասնում է ձեզ Նիկոլ Փաշինյան նոր հիշում եք որ այսա լակոտիտ կբռնեմ բա այդ որակի քարոզ արշավ կանեն այդ ինչի վրա եք զարմացել դուք Նիկոլ Փաշինյան թույլ եք տալիս շուտով Հայաստանում պղծում տեղի կունենա կպղծեն Հիսուս Քրիստոսի արձանը ցից է անում կամ ցից կանի Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանը ասելով այն երեք ասում էր էլ չեն ասելու Բրազիլիա պիտի ասեն Աբովյան այդ որը օրու մեջ Աստծու անունն եք տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ դուք եք չի ասում ձեր Տեր Հիսուս Քրիստոսն ասել է ով ողորմելիներ ինձանից կուրկ չսարքեք իմ արձանը չտնգեք ու դուք թույլ եք տալիս որպես երկրի վարչապետ որ այդ ամբողջը լինի ու մի հատ էլ զայրանում եք Գագիկ Ծառուկյանի վրա թե լեզուդ երկարել է լակոտիտ էլ կբերեմ հիմի ով է լակոտը կարող եք ասել այս ժողովուրդը ձեզ ընտրեց կամ գուցե էլի է ընտրելու չգիտեմ որ այդ ամենը չլիներ որ այս արատավոր երևույթներից ձերբազատվի դուք դա այն որ ասում է մի կեսով անգամ չեք իրականացրել ով այս երկիրը թալանել էր դարձավ ձեր մրցակիցը ով այս երկրում այն որ ասում է մարդիկ էր ծեծում ու սպանում էլի դարձավ ձեր մրցակիցը որպեսզի դուք հեշտ ասեք լակոտիտ կբռնեմ ու վերընտրվեք եւ էս է որ մարդկանց զայրացնում է եւ ձեր այդ անփարունակ մոտեցումը ցածրորակ խոսույթը ոչ համարժեք պահվածքը այս քանի օրն էլ որ շարունակվի բումերանգի պես հետ է գալու ձեր անփարունակ ճակատին հավատացեք ինձ շատ ավելի վատ է լինելու ինչ վերաբերում է արտաքին ուժերին էսիներին այո Հայաստանի այսպես ասած ինքնիշխանության կռիվը դուր չի գալու ռուսներին էլ դուր չի գալիս չգիտեմ Ադրբեջանին էլ վերջո այդ նույն Զելենսկին գնաց Ադրբեջան 3-4-ի վրա գրկվեց Ալիևի հետ բա ինչու չէր Պուտինյան քարոզչամեքենան այդ մասին ձայն հանում չեն էլ հանելու բայց հենց եկավ Հայաստան հիշեցին սա է իրենք խնդիր ունեն ասացի քանզի են հանցագործ կենթանիները մեր երկիրը մցրեցին այնտեղ որտեղ իրեն հարգող մարդը չեն մցնի բայց դրանք անգամ գենետիկորեն ես վստահ եմ հայ չեն բայց դա չի նշանակում
թե այսօր մենք պիտի թշնամու կերպար ստեղծենք, չէ։ Ամբողջ խնդիրն է, որ մենք պիտի արժանապատվության պահանջ ունենանք եւ ռուսը պիտի մեր հետ արժանապատիվ վերաբերվի։ Եթե չի վերաբերվում, ուրեմն այսպես պիտի լինի։ Մենք իրավունք ունենք, իրենք շատ են, մենք որակ ենք։ Նիկոլի որակի մասին չի խոսքը, հայ ժողովրդի, այն օրվա այդ Եվրո գագաթնաժողովեր, ինչ էր այն ժամանակվա ներկայացրած այն մշակութային արժեքը, այդ դա է մեր որակը, այս որակի մասին է խոսքը։ Մեզ պիտի հարգել տանք, եւ դա ամենևին էլ սարսափելի չէ։ Այնպես որ ամեն ինչ լավ կլինի։ Կհանդիպենք։